Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025-ին ավելի քան 10 տրիլիոն 850 միլիարդ դրամ է եղել, այսինքն 28 միլիարդ 500 միլիոն դոլար։ Էկոնոմիկայի նախարարն է նախորդ տարվա հիմնական ցուցանիշները ներկայացրել։ Տնտեսության ակտիվության ցուցանիշը 2025-ին 9.1% է եղել։ Առաջատարներից մեկը շինարարությունն է 20%-անոց աճով, որը մեծապես պետական պատվերների արդյունքն է։ Շինարարության ոլորտում աճին են նպաստել նաև դրսից խոշոր ներդրումները։ Բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք որ մենք հայտարարել ենք, իրենք ակտիվ ընթացքի մեջ են։ Եթե օրինակ Լիդիանի դեպքում ըստ էության 750 միլիոն ներդրումից 550-ը արդեն արվել է եւ տարվա ընթացքում մնացածն էլ կարվի ու տարվա ընթացքում արդեն Լիդիանը կսկսի թողարկել, այսինքն արդյունահանում տեղի կունենա եւ մենք արտադրություն կունենանք։ Պետությունը 2025-ին սուբսիդավորել է Եվրամիություն եւ Կանադա արտահանվող տեղական արտադրանքի համար տվյալ երկրներում վճարվող մաքսատուրքը։ Դրա շնորհիվ է նաեւ, որ 2025-ին Եվրոպական միության մասնաբաժինը արտահանման զամբյուղում հասել է 7.9%-ի։ Հայաստանի հիմնական շուկան սակայն շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այն հատկապես գյուղարտադրանքի սպառման հիմնական ուղղությունն է։ 1 միլիարդ դոլարից ավել վարկ կա տրամադրված գյուղատնտեսության ոլորտում։ Այդ նշանակում է, որ գյուղատնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսություն է, շահութաբեր է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվում են բիզնեսմենները, գործարարները։ 1 միլիարդ դոլար վարկ են վեկալել դրել գյուղատնտեսության մեջ։ Այդ նշանակում է ինքը նշանակում է ինտենսիվ գյուղատնտեսությունը, խելացի գյուղատնտեսությունը, ինքը եկամտաբեր գործ է։ Հանգույցայինը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրական գծորդի աշխատանքի կազմակերպումն է։ Լոգիստիկայի իմաստով ամենադրականը կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունը մի քանի երկրամասերում ունենար լոգիստիկ հանգույցներ։ Կա կարծիք, որ ռուսական շուկան գալիք տարիներին աստիճանաբար դառնալու է ոչ մրցունակ հայկական գյուղմթերքի համար։ Այն համատեքստում, որ Ռուսաստանը հարավային շրջաններում մեծ ներդրումներ է կատարում սեփական ինքնաբավությունը ապահովելու համար։ Մյուս կողմից ենթադրվում է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների բացման դեպքում հարցականի տակ է հայտնվելու նաեւ տեղական շուկայում տեղական ապրանքի սպառումը։ Մենք այդպիսի հնարավորություն չենք տեսնում, որ հնարավոր է Ադրբեջանից գա էական քանակի գյուղմթերք, ընդհակառակը պոտենցիալ տեսնում ենք, որ կարող է Հայաստանից արտահանվել Ադրբեջան։ Մենք շատ ավելի մրցունակ ենք։ Լոլիկի ինքնարժեքը նույնիսկ ամառը մոտապես տատանվում է $1 շրջակայքում։ Թուրքիայում լոլիկը կազմում մոտապես $0.6 Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ պետությունն ինքը չի կարող ուղղակի ներդրումներ կատարել տնտեսության այս կամ այն ոլորտում, բայց փորձում է բիզնեսին սուբսիդավորումներով ոգևորել ներդրումներ իրականացնելու եւ արտադրության կազմակերպման հարցում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։